Armenian Molybden Production ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին եւ զբաղվում է ֆերոմոլիբդենի արտադրությամբ։ Իր բարձր որակական հատկանիշների շնորհիվ ընկերության արտադրանքը սպառվում է հիմնականում Եվրոպայում հատուկ որակի պողպատի արտադրության համար։ Հումքը մոլիբդենի խտանյութը ձեռք է բերվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, պահպանելով համագործակցությունը մատակարարների եւ հաճախորդների հետ, մեծացնել արտադրության ծավալները, թափոններից եկող վնասները հասցնելով նվազագույնի, իսկ աշխատակիցների անվտանգությունը առավելագույնի։ Սա է ընկերության ռազմավարությունը Armenian Molybden Production։ Մրցանակը հանձնում է էություն իրավաբանական եւ հոգեբանական աջակցության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ, համազգային վստահություն խորհրդի վերլուծաբան Լիլիթ Ադիբեկյանը։ Մրցանակը ստանում է Armenian Molybden Production ընկերության փոխտնօրեն Հրաչյա Ղազարյանը։ Փորձագիտական գնահատականների արդյունքում Armenian Molybden Production-ն արժանացել է աշխատակիցների հանդեպ սոցիալական պատասխանատվություն կրող տարվա ընկերություն անվանակոչմանը։ Մեծ պատիվ ունեմ հանձնելու մրցանակ մի կազմակերպությանը, որը ոչ միայն հագեցված է տեխնոլոգիական, արդիական տեխնոլոգիաներով միջազգային ստանդարտներ, նաև ունի բարձր պատասխանատվություն իր աշխատողների նկատմամբ։ Շնորհակալություն ձեզ, ձեր մրցանակը։ Շնորհակալություն խորհրդին վստահության համար։ Ես վստահեցնում եմ, որ մեր արտադրանքը նույնպես լայն համբավ ունի միջազգային մետաղագործների մոտ։ Շնորհակալություն բոլորին։ Բոլորս էլ մսամթերք օգտագործում ենք եւ բոլորս էլ իհարկե շատ ենք սիրում մեր հանրապետությունում ներկայացվող եւ արտադրվող մսամթերքները։ Իսկ դու? Կարծում եմ Տիկին Սուսաննա, մսամթերք բոլոր հայ տղամարդիկ էլ սիրում են։ Կասկած չկա իհարկե։ Դիտենք տեսանյութը։ Մենք երբեք չենք մոռանում, որ դուք ունեք ընտրություն։ Այս սկզբունքով ավելի քան 20 տարի Բարի Սամարացի ընկերությունը որակի չափանիշ է մսամթերքի արտադրության ոլորտում։ Ընկերության արտադրանքը ժողովրդի ընտրությունն է արդեն երկար տարիներ։ Նրա ճաշակն ու համի զգացողությունը, նրա վստահությունը 5 տարի շարունակ Բարի Սամարացի ընկերությունն արժանացել է համազգային վստահության խորհրդի մրցանակին Բարի Սամարացի։ Մրցանակը հանձնում է Հայաստանի Հանրապետության ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը։ Մրցանակը ստանում է Բարի Սամարացի ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Հովակիմյանը։ Սոցիոլոգիական հետազոտությունների եւ փորձագիտական գնահատականների արդյունքում Բարի Սամարացի ընկերությունն արժանացել է մսամթերքի շուկայի տարվա կայուն առաջատար անվանակոչմանը։ Սրտան շնորհավորում եմ Սամարացի կազմակերպության բոլոր աշխատակիցներին, ղեկավարին, իրոք արժանի է իր գործունեության ընթացքում ձեռք բերված հարգանքի։ Շնորհավորում եմ կրկին բոլորիդ այս միջոցառման համար։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր իմ կոլեկտիվի աշխատողներից եւ ասելով Բարի Սամարացի ջան, ավելի լավ արա, թող Աստված օրհնի բոլորիդ։ Նաև շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպողներին, որ նման միջոցառումը կազմակերպել են եւ արժանացել են նման մրցանակի։ Շնորհակալություն։ Բարի Սամարացի ապրանքանիշն արժանացել է նաև որակի նշանի։ Շարունակում ենք մեր երեկոն։ Գրիգոր, դու կենցաղային տեխնիկա եւ էլեկտրոնիկա որ խանութից ես գնում։ Այ հենց այս խանութից, Տիկին Սուսաննա։ Դիտենք տեսանյութը։
Արայ ընկերությունը հիմնադրվել է 1988-ին եւ վաղուց արդեն ամրապնդել է առաջատարի դիրքը շուկայում, առաջարկելով տեխնիկայի վաճառասրահների ամենամեծ ցանցը Հայաստանում։ Շուրջ 27 տարի Արայը պաշտոնապես ներկայացնելով աշխարհահռչակ ապրանքանիշերից լավագույնները, հայ սպառողին մատուցում է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կենցաղային աուդիո-վիդեո տեխնիկա, եռաչափ պատկերով սմարթ հեռուստացույցներ, սմարթֆոններ, ռոբոտ փոշեկուլներ, վերջին սերնդի ավտոմատ լվացքի մեքենաներ ու սառնարաններ։ Այս ամենն ու ավելին Արայում եւ տարածաշրջանում տեխնիկայի ամենամեծ հիպերմարկետ Տեխնոլայֆում։ Արայ, միայն որակյալ տեխնիկա։ Մրցանակը հանձնում է Սոցիոմետր անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն համազգային վստահություն խորհրդի գիտական քարտուղար Ահարոն Ադիբեկյանը։ Մրցանակը ստանում է Արայի կենցաղային տեխնիկայի եւ էլեկտրոնիկայի վաճառասրահների ցանցի բիզնեսի զարգացման ծառայության ղեկավար Հայկ Գաբրիելյանը։ Սոցիոլոգիական հետազոտությունների եւ փորձագիտական գնահատականների արդյունքում Արայ կենցաղային տեխնիկայի եւ էլեկտրոնիկայի վաճառասրահների ցանցն արժանացել է որակյալ, նորագույն եւ մատչելի կենցաղային տեխնիկա ներկրող եւ վաճառող տարվա ընկերություն անվանակոչմանը։ Շնորհակալ ենք Արային, ոչ թե որ լավագույն միայն տեխնիկա եմ ներկրում, այլ աշխատում է դա մատչելի դարձնել բոլոր ընտանիքների համար, լուծելով եւս երկու խնդիր՝ պայքարում աղքատության դեմ եւ մեր բարեկեցությունը բարձրացնում է եվրոպական ստանդարտներին։ Շնորհակալություն դեր, շարունակեք այդպես։ Մեր համար ամենակարևորը մեր գնորդի վստահությունն է եւ այդ իսկ պատճառով այս մրցանակը մեր համար շատ պարտավորեցնող է, բայց միաժամանակ նաեւ այն շատ ոգևորիչ է։ Շնորհակալություն։ Բաղրամյանի ալրաղաց գործարանը բավարարում է մեր հանրապետության ալյուրի պահանջարկի ավելի քան 50%-ը եւ մշտական կայուն աշխատատեղերով է ապահովում շրջակա համայնքների բնակիչներին։ Գործարանի տնօրեն Սայաթ Գասպարյանի անմիջական վերահսկողության արդյունքում արտադրվում է առանց որևէ սննդային հավելումների, վիտամինացումների ու քիմիական տարրերի տարբեր կարգի բարձրորակ ալյուր։ Բաղրամյանի ալրաղաց գործարան։ Մրցանակը հանձնում է հայ-կանադական պոլիմեդ համատեղ ձեռնարկության գլխավոր տնօրեն, պահեստազորի գնդապետ, Արցախյան պատերազմի վետերան Իշխան Հովհաննիսյանը։ Մրցանակը ստանում է Ալեքս Գրիկ ընկերության Բաղրամյանի ալրաղաց կոմբինատի տնօրեն Սայաթ Գասպարյանը։ Սոցիոլոգիական հետազոտությունների եւ փորձագիտական գնահատականների արդյունքում Ալեքս Գրիգ ընկերության Բաղրամյանի ալրաղաց կոմբինատն արժանացել է որակյալ եւ էկոլոգիապես մաքուր ալյուր արտադրող տարվա ընկերություն անվանակոչմանը։ Երբ որ կա գնահատական, դա ազդակ է, դա ստիմուլ է, որ հնարավորություն կտա արտադրողին առաջ գնալու։ Եվ մենք ուզում ենք, որ իսկապես ոլորտի հիմնական եւ հզոր արտադրողը մշտապես ավելի ու ավելի բարելավի իր աշխատանքները իբրև մեր հայրենիքի եւ մեր ժողովրդի։ Ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնեմ Սենական բաշխության կազմակերպիչներին, մեր սպառողներին եւ Ալեքս Գրիկ Բաղրամյան ալրաղաց կոմբինատի ոչ անձնակազմին։ Բաղրամյան ալյուր ապրանքանիշն արժանացել է նաեւ որակի նշանի։ Այս ընկերությունում կատնամթերքը պատրաստելիս լիովին պահպանվում են ավանդական եղանակները, որոնք մեզ փոխանցվել են դարերով։ Ավանդույթները պահպանելը լավ բան է, առանց անցյալի արժեքների աղքատ կլիներ մեր կյանքը։ Ուշադրություն էկրանին։ Չանախ ընկերությունը ընդլայնելով առողջ սննդամթերքի արտադրությունը վերջերս սպառողին ներկայացրեց նանե ացիդոֆիլային մածունը։ Նանեն նոր որակի կաթնամթերք է, որի բիֆիդոբակտերիաները բացառիկ կենսունակության շնորհիվ կենդանի են մնում ստամոքսի թթվային միջավայրում, վերականգնելով աղիների բնականոն միկրոֆլորան։ Նանեն զգալիորեն բարձրացնում է իմունիտետը, նպաստում նյութափոխանակությանը եւ օրգանիզմի բնականոն մաքրմանը։ Չանախ ընկերություն։
Մրցանակը հանձնում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Ռուբեն Մաթևոսյանը։ Մրցանակը ստանում է Չանախ ընկերության հիմնադիր տնօրեն Ղուկաս Հունյացյանը։ Սոցիոլոգիական հետազոտությունների և փորձագիտական գնահատականների արդյունքում Չանախ ընկերությունն իր նանե ացետոֆիլային մածուն ապրանքանիշի համար արժանացել է Հայաստանում կաթնամթերքի արտադրության ոլորտում ավանդույթների պահապան անվանակոչմանը։ Մենք պարտավոր ենք շնորհակալություն հայտնել Չանախին, որովհետև նա այն ընկերությունն է, որ շատ հաճախ է հայտնվում մեր սեղաններին իբրև ազգային ուտեստ։ Շնորհակալություն ձեզ, որ մեզ նվիրել եք Չանախ, իսկ ես պարզապես շնորհավորում եմ ձեզ։ Եվ սիրով հանձնում։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել համազգային վստահության խորհրդին, որ մենք արժանացել ենք այս գեղեցիկ մրցանակին։ Շնորհակալություն։ Չանախ ապրանքանիշն արժանացել է նաև որակի նշանին։ Մասնագիտությամբ ատոմնաբույժ Գեորգի Հարությունյանը շուրջ 3 տարի զբաղվում է պրոդյուսերական գործունեությամբ, համագործակցելով տաղանդավոր երգիչ Մհերի հետ։ Բացի պրոդյուսերական աշխատանքից, Գեորգի Հարությունյանը նաև միջոցառումների կազմակերպիչ է և բազմաթիվ հոլովակների ռեժիսոր։ Համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքում Մհերը վերջին տարիներին թողարկեց մի քանի սիրված հոլովակներ, ինչպես նաև Armenian Music Awards հեղինակավոր մրցանակաբաշխությանը ճանաչվեց որպես տարվա լավագույն երգիչ Գեորգի Հարությունյան։ Մրցանակը հանձնում է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Զարա Արամյանը։ Մրցանակը ստանում է պրոդյուսեր Գեորգի Հարությունյանը։ Հանրային ծառայության ոլորտի սոցիոլոգիական հետազոտությունների և փորձագիտական գնահատականների արդյունքում Գեորգի Հարությունյանն արժանացել է տարվա պրոդյուսեր անվանակոչմանը։ Կարծում եմ բավականին դժվար է լինել առաջատար աստղերի մեջ և հատկապես տալ այդ աստղերին իրենց փայլը։ Կարծում եմ շատ արժանի պարգև։ Շնորհավոր։ Большое спасибо организаторам, большое спасибо артисту, благодаря которому я получил эту премию. Спасибо Богу и родителям за то, что я хожу на этой святой земле. Спасибо. Մասնագետները վստահեցնում են, որ թռչնամիսը շատ օգտակար է և առողջության համար, այն նաև շատ սննդարար է և դյուրամարս, ուշադրություն էկրանին։ Վլադ Հակոբյանի անվան համակցված գերերի գործարանը 2013 թվականից Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայում զբաղվում է մսատու հավերի աճեցմամբ, թռչնամսի արտադրությամբ։ Ընկերությունը իր արտադրանքը ներկայացնում է Էրեբունի ապրանքանիշով, որն իր բարձր համային և որակական հատկանիշների շնորհիվ լայն ճանաչում ունի սպառողների շրջանում։ Բոլոր թռչնանոցներն ու արտադրամասերը նորակառույց են հագեցած նորագույն եվրոպական սարքավորումներով։ Վլադ Հակոբյանի անվան համակցված գերերի գործարան։ Մրցանակը հանձնում է Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ, համազգային վստահություն խորհրդի փորձագետ Արմեն Պողոսյանը։ Մրցանակը ստանում է Վլադ Հակոբյանի անվան համակցված գերերի գործարանի գլխավոր տնօրեն Գագիկ Մակարյանը։ Սոցիոլոգիական հետազոտությունների և փորձագիտական գնահատականների արդյունքում Վլադ Հակոբյանի անվան համակցված գերերի գործարան ընկերությունն իր Էրեբունի թռչնամիս ապրանքանիշի համար արժանացել է տեղական էկոլոգիապես մաքուր կերով աճեցված թռչնամիս արտադրող տարվա ընկերություն անվանակոչմանը։ Այնպիսի արտադրություններ կան Հայաստանում, որոնք վստահելի են, որոնց արտադրանքը կարելի է գնել առանց մտահոգությունների։ Շնորհավոր։
հայտնում կազմակերպիչներին, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն սպառողներին, որոնք նախընտրում են հայրենական արտադրանքը եւ հատուկ շնորհակալություն այն սպառողներին, որոնք նախընտրում են Էրեբունի ապրանքանիշով թշնամիսը։ Շնորհակալ եմ։ Էրեբունի ապրանքանիշն արժանացել է նաեւ որակի նշանի։ Մարիաննա ընկերությունը արդեն երկար տարիներ սպառողին է ներկայանում լավագույն մասնագիտական կազմով, ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներով հարուստ գործարանով, ինչպես նաև համեղ ու սննդարար կաթնամթերքով։ Հումքից մինչև պատրաստի արտադրանքի փաթեթավորում Մարիաննա ընկերությունում իրականացվում է սննդային անվտանգության ու սանիտարահիգիենիկ նորմերի միջազգայինորեն ընդունված բոլոր չափորոշիչների պահպանմամբ։ Մարիաննա ընկերություն։ Մրցանակը հանձնում է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանը։ Մրցանակը ստանում է Դուստր Մարիաննա ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Վարդանյանը։ Սոցիոլոգիական հետազոտությունների եւ փորձագիտական գնահատականների արդյունքում Դուստր Մարիաննա ընկերությունն արժանացել է նորագույն տեխնոլոգիաներով հագեցած կաթնամթերք արտադրող տարվա ընկերություն անվանակոչմանը։ Շնորհավորում եմ տարվա ապրանքանիշ։ Բուրըն ծափարություններ խնդրեմ։ Շնորհակալություն եմ հայտնում այս բարձր պարգևի համար, շնորհակալություն եմ հայտնում Մարիաննա ընկերության ողջ կոլեկտիվին, քրտնաջան աշխատանքի համար, շնորհակալություն հայ սպառողին։ Պրոֆալ ընկերությունը ավելի քան 10 տարի հայ սպառողին է առաջարկում մի շարք ծառայություններ եւ տարանուն արտադրանք։ Պրոֆալը հայտնի է կահույքի արտադրությամբ եւ ոճավորմամբ, ալյումինե եւ մետաղապլաստե պրոֆիլներով դռների, պատուհանների, ավտոտնակի դարպասների, բնական հումքից պատրաստված կախովի առաստաղների եւ հատակի ծածկույթների ներկրմամբ եւ արտադրությամբ։ Ընկերությունը մասնագիտացված է նաեւ փայտե կահույքի ծաղկամանների, բույսերի, էլեկտրամոնտաժի պարագաների վաճառքով։ Պրոֆալ ընկերություն։ Մրցանակը հանձնում է Հայաստանի Հանրապետության սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը։ Մրցանակը ստանում է Պրոֆալ ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը։ Սոցիոլոգիական հետազոտությունների եւ փորձագիտական գնահատականների արդյունքում Պրոֆալ ընկերությունն արժանացել է մետաղյա, փայտե կոնստրուկցիաներ ներկրող եւ արտադրող տարվա ընկերություն անվանակոչմանը։ Ես ուրախ եմ, որ հանձնում եմ եւս մեկ ձեռնարկությանը մրցանակ, որը նորություն է մեր երկրի համար։ Ամենամեծ հաջողություններն եմ ցանկանում այն առումով, որ ծավալվի, ծավալները մեծանան ոչ միայն մեր երկրում, այլ ավելի մեծ ասպարեզ դուրս գան։ Շնորհավոր։ Շնորհակալություն եմ ուզում հայտնեմ կազմակերպիչներին այս գեղեցիկ միջոցառման համար։ Կարծում եմ յուրաքանչյուրը այստեղ նստած յուրաքանչյուրի նպատակն է լինել առաջինը իր ոլորտում։ Շնորհակալություն։ Վիլֆուդ ընկերությունը հայրենական պահածոների արտադրության շուկայի առաջատարներից մեկն է։ Կոմպոտների, մուրաբաների, պահածոյացված բանջարեղենի լայն տեսականին հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին վայելել հայկական ավանդական պահածոյացված մթերքների իրական համն ու բույրը։ Արտադրության ընթացքում խիստ ուշադրություն է հատկացվում մակրոցյանն ու հիգիենային։ Մեծ պահանջարկ վայելելով հայրենական շուկայում Վիլֆուդ ընկերության արտադրանքն այսօր նաև արտահանվում է բարձր պահելով հայրենական արտադրանքի Բավա Վիլֆուդ ընկերություն։ Մրցանակը հանձնում է բժիշկ Վահե Տեր-Մինասյանը։ Մրցանակը ստանում է Վիլֆուդ ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Առաքելյանը։ Սոցիոլոգիական հետազոտությունների եւ փորձագիտական գնահատականների արդյունքում Վիլֆուդ պահածոներ եւ կոմպոտներ արտադրող ընկերությունն արժանացել է որակը բարձր գնից անվանակոչմանը։
ես շատ ուրախ եմ, որ բացի նրանից, որ մեր հայրենական արտադրողները կարողանում են արդեն գեղեցիկ, այսպես փաթեթավորում ստեղծել, գեղեցիկ կերպով ներկայացնել եւ ամենակարևորը նաեւ մատուցել օգտակար սննդատեսակը։ Շնորհավորում եմ ու ցանկանում հաջողություններ ապագայում։ Ես նույնպես կուզենայի իմ շնորհակալությունը հայտնել նախ եւ առաջ մեր սպառողներից, մեր ազգաբնակչությունից։ Հայրենական արտադրությունն է հանդիսանում մեր տնտեսության ողնաշարը։ Շնորհակալություն։ Հավաննա ռեստորանային համալիր, կատարյալ վայր, ընտանեկան ջերմ ժամանցի ու հանգստի համար։ Քաղաքից դուրս եւ քաղաքի ներսում ցանկացած ճաշակի ու նախասիրությունների տերմարտիկ կարող են լիարժեք վայելել կյանքի գեղեցիկ ակնթարթները։ Հյուրընկալ միջավայր, շքեղ ու հարմարավետ ինտերիեր, որակյալ սնունդ, գունեղ շոու ծրագիր, կենթանի երաժշտություն։ Հավաննա ռեստորանային համալիր, գնահատիր կյանքիդ յուրաքանչյուր ակնթարթը։ Մրցանակը հանձնում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Լևոն Մալխասյանը։ Մրցանակը ստանում է Հավանար ռեստորանային համալիրի հիմնադիր տնօրեն Գոհար Բաղդասարյանը։ Սոցիոլոգիական հետազոտությունների եւ փորձագիտական գնահատականների արդյունքում Հավաննա ռեստորանային համալիրն արժանացել է միջազգային ստանդարտներին համապատասխան ռեստորանային սպասարկում անվանակոչմանը։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են եղել այս տարիների ընթացքում։ Շարունակում ենք մեր ծրագիրը։ Այժմ ուշադրություն էկրանին։ Արդեն 17 տարի շարունակ Royal Armenia ընկերությունը տեղի եւ արտերկրի սպառողին է ներկայացնում համեղ ու բարձրորակ սուրճ, սիրված, սպասված ու անհրաժեշտ։ Բաց մի թողեք կյանքի լավագույն ակնթարթները, վայելեք այն Royal Armenia-ի հետ միասին։ Royal Armenia։ Անվանակարգ, սուրճի եւ սրճային ըմպելիքների շուկայի առաջատար։ Հաղթողը որոշվել է համաժողովրդական քվեարկության եւ փորձագիտական գնահատման արդյունքներով։ Իջևանի գինու կոնյակի գործարանը հիմնադրվել է 1951 թվականին եւ արտադրում է խաղողի եւ պտղահատապտղային գինիներ, կոնյակ, մրգային օղի եւ պահածոների մեծ տեսականի։ Արտադրության ընթացքում օգտագործելով խաղողի հայկական տեսակներ, ժամանակակից տեխնոլոգիաներ եւ սարքավորումներ, Իջևանի գինու կոնյակի գործարանը շարունակում է պահպանել հայկական գինեգործության եւ կոնյակագործության հարուստ պատմությունն ու ամուր ավանդույթները։ Ընկերության արտադրանքը բազմիցս արժանացել է հեղինակավոր միջազգային մրցանակների եւ արտահանվում է Եվրոպական միություն, Ռուսաստանի Դաշնություն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Իջևանի գինու կոնյակի գործարան, գինեգործությունը որպես արվեստ։ Մրցանակը հանձնում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Մանվել Բադալյանը։ Մրցանակը ստանում է Իջևանի գինու կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն Ատոմ Եգորյանը։ Սոցիոլոգիական հետազոտությունների եւ փորձագիտական գնահատականների արդյունքում Իջևանի գինու կոնյակի գործարանն իր արտադրանքի համար արժանացել է որակը բարձր է գնից անվանակոչմանը։ Շնորհավորում եմ ձեզ, ցանկանում եմ, որ գինեգործության այն լավ ավանդույթները, որը մենք ունեցել ենք, դուք պահպանեք եւ անընդհատ զարգացնեք։ Այս մրցանակը Իջևանի գինու կոնյակի գործարանի ողջ անձնակազմի նվաճումն է,
եւ մեր արտադրանքը միշտ գտնելու է իր սպառողին։ Շնորհակալություն։ Մոնամի ծաղկի և դիզայնի սրահների ցանցը ստեղծվել է 2002 թվականին և այս ոլորտում առաջատարներից է։ Աշխարհի ամենատարբեր անկյուններից վաճառասրահ առաքվող թարմ վարդերը, շուշանները, հազվագյուտ կակաչներն ու 100-ից ավելի այլ բնական ծաղիկների ու էկզոտիկ բույսերի մեծ տեսականին գույնի ու բուրմունքի իսկական տոն են գեղեցկությունը գնահատողների համար։ Ցանկացած միջոցառում Մոնամիի շնորհիվ կվերածվի իրական հեքիաթի։ Մոնամի ծաղկի սրահ։ Մրցանակը հանձնում է Stage Style ընկերության տնօրեն դիզայներ Բագրատ Դիվանյանը։ Մրցանակը ստանում է Մոնամի ծաղկի սրահի փոխտնօրեն Վարդիթեր Մովսիսյանը։ Սոցիոլոգիական հետազոտությունների և փորձագիտական գնահատականների արդյունքում Մոնամի ծաղկի սրահն արժանացել է տարվա էլիտար ծաղկի սրահ անվանակոչման։ Բազմաթիվ անգամ առիթ եմ ունեցել համագործակցելու Մոնամիի հետ եւ միշտ առկա են եղել նրանց մոտ բարձր ճաշակն ու պրոֆեսիոնալիզմը։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն վստահության։ Եկեք այժմ շնորհավորենք մեր բոլոր մրցանակակիրներին, մաղթենք նրանց նորանոր ձեռքբերումներ եւ մեկ բան ակնհայտ է։ Համազգային վստահության արժանացած լավագույնների մեծարումը պետք է նաեւ մեզ համար, մեծարողներիս անհրաժեշտություն է դարձել մեծարել նրանց, որպեսզի ճանաչենք, սիրենք, հարգենք, ոգևորենք եւ ավելի լայն ճանապարհ բաց անենք նրանց համար։ Թող մեր դարը անսովոր է, սխալները հին ու նոր են, ճանապարհը տիեզերք է անսահման։ Թող որ կյանքը ակնթարթ է, խենթկատակ է կամ հեքիաթ է, եւ Աստծո սիրո պարգև է հավիտյան։ Թող աշխարհում ամեն ինչ կրկնվում է, թող մեր ներկան անցյալում որոշվում է, մենք դարի ճամփորդն ենք վարքյանի արքա։ Մենք մեր գարնան համբույրները հիշում ենք եւ մեր աշնան ծիածանը անցնում ենք, մեր հոգու կտակն է ապագա։ Թող մեր դարը անկատար է, ամբողները խելագար են, իսկ անհատը առեղծված է մնացել։ Թող մեր դարը կամավոր է, թող տկար է, թող հզոր է, երկնքի փոքրիկ գաղտնիքն է առասպել։ Թող աշխարհում ամեն ինչ կրկնվում է, թող մեր ներկան անցյալում որոշվում է, մենք դարի ճամփորդն ենք վարքյանի արքա։ Մենք մեր գարնան համբույրները հիշում ենք եւ մեր աշնան ծիածանը անցնում ենք, մեր հոգու կտակն է ապագա։ Ես եւս մեկ անգամ շնորհավորում եմ այն մարդկանց, այն կազմակերպություններին, այստեղ իմ լավ ընկերներն են, ողջունում եմ ձեզ նույնպես։ Եկեք բարձր ծափարենք միմյանց, թող մեր հաղթանակները միշտ լինեն շատ բոլորիս համար։ Հեյ! Թող մեր դարը կարճատև է, թող անմեղ է կամ ահեղ է, ցանկության եւ նահատակ է եւ դահիճ։ Մեր կբեմի չնչին անցորդ է, հարազատ եւ անծանոթ է, եւ հրաշքը ինչպես կյանքը եւ հոգին։ Թող աշխարհում ամեն ինչ կրկնվում է, թող մեր ներկան անցյալում որոշվում է, մենք դարի ճամփորդն ենք վարքյանի արքա։ Մենք մեր գարնան համբույրները հիշում ենք եւ մեր աշնան ծիածանը անցնում ենք, մեր հոգու կտակն է ապագա։ Թող աշխարհում ամեն ինչ կրկնվում է, թող մեր ներկան անցյալում որոշվում է, մենք դարի ճամփորդն ենք վարքյանի արքա։ Մենք մեր գարնան համբույրները հիշում ենք եւ մեր աշնան ծիածանը անցնում ենք, մեր հոգու կտակն է ապագա։
վտակն է ապակա